Ես քո երգը վաղուց եմ լսել Բարև, Բարև Անջան։ Աշոտը դու ես։ Հապա ես եմ, բա ով է։ Իմիջիալս դու իրականում ավելի գեղեցիկ ես, քան նկարներում։ Շնորհակալություն։ Անի, 23 տարեկան, աշխատում է խանութում որպես մենեջեր, ամուսնացած չէ։ Ոչինչ չէ, որ միանգամից դու իրանցա։ Աշոտ, 27 տարեկան, բանկի անվտանգության աշխատակից է։ Հա դե իհարկե, մենք արդեն սայթում դուով էինք խոսում։ Շատ լավ է։ Դե Անջան, պատմի տեսնեմ ինչ կա չկա, ոնց ես, ինչ ես անում։ Դե արդեն ասել եմ, հագուստի խանութում մենեջեր եմ աշխատում։ Դու ես ամեն ինչ իմ մասին գիտեիր, իսկ ես քո մասին ոչինչ չգիտեմ, դու պատմիր։ Պատմեմ ցավը տոնեմ։ Դե ես էլ աշխատում եմ, բանկում եմ աշխատում, շատ կարևոր գործ է։ Ես որ չլինեմ, չէ, պատկերացնում ես բանկս կթալան են կտանեմ, բա։ Մալադեց։ Բայց դու շատ ճարպիկ տղա ես։ Ոնց կարողացար ինձ համոզել մի անգամից հետո դուրս գալ։ Լավ Անջան, դրա մեջ ինչ կա, հիմա ամբողջ աշխարհը ինտերնետով է ծանոթանում։ Հիմա վատ կլինի, որ ծանոթացանք, կշփվենք, եթե իրար հասկանանք կամ ուսանանք, վատ կլինի։ Դեռ չգիտեմ։ Մի քիչ քո անձնականից պատմիր։ Իմ անձնականից, հա։ Ախր չգիտեմ ինչ պատմեմ։ Օրինակ ինչ ես սիրում, ինչ նախասիրություններ ունես։ Պատմեմ Անջան։ Դե սիրում տղա է։ Սիրում եմ գեղեցիկ աղջիկներին, այ ոնց որ դու ես։ Ուրախ տղա եմ, դե ֆուտբոլ եմ սիրում, ֆուտբոլ խաղալ եմ սիրում։ Հետո լավ ընկերներ ունեմ, տենց քեֆ չի էլի։ Սիրում եմ քեֆեր բան, մանավանդ որ տենց լավ մթնոլորտ է չէ լինում, ամենաշատը ես եմ քեֆանում ուրախանում, հա։ Այդ լավ է, որովհետև ես էլ եմ սիրում ակտիվ հանգիստ, քեֆեր, ուրախություններ։ Շատ լավ է։ Տես մի քանի վայրկյան է իրար տեսանք, բայց այսքան ընդհանուր բան գտանք։ Ուրեմն շուտ-շուտ քաղաքից դուրս էս քեֆեր բանկ կազմակերպենք միասին, չէ՞, որ ժամանակը լավ անցնի։ Լավ պատմի տեսնեմ, ինչ նախասիրություններ ունես, հոբբի։ Դե ես սիրում եմ երաժշտություն լսել, իսկ իմ տարերքը լողն է։ Շատ լավ է։ Դու պատկերացրու, ամառները սևան, բան, հետո ձմեռներն էլ լողավազան, չէ՞։ Իսկ դու ամեն օր ես աշխատում։ Չէ դե Անջան, ես ղեկավար մարդ եմ, երբ ուզեմ, ոնց ուզեմ, այնպես որ խնդիր չունեմ։ Իսկ դու ամեն օր ես գործի։ Ես մի օր ունեմ, ազատ, բայց դա կիրակին չի։ Դե հուսանք, որ շուտ-շուտ կտեսնվենք ու երկար ժամանակով։ Դե տեսնեմ, եթե կարողանամ հարմարեցնել։ Նայ չկարոտեմ, հա, վտանգավոր եմ դառնում։ Անջան, ես սիրում եմ քո նման խելոք, հասկացող լսող աղջիկներին։ Այ այտենց լավ է։ Այ աղջիկը պետք է միշտ տղամարդու խոսքը հարգի, լսի, որ տղամարդն էլ սիրի իրան։ Բա։ Աշոտ, ես չգիտեմ ինչ ասեմ, մենք ընդամենը մի քանի րոպե ենք ծանոթ, դու արդեն չգիտեմ ինչերից ես խոսում։ Վայ Անջան, լսի կյանքը կողքներովս անցնում է, չի սպասում, պետք է վայելել ես կյանքը, բա։ Դե չի ծերանալու են գնանք հետո, բայց մեր ջահելությունը ուր մնա։ Այ հիմա արի գնանք թեթև վայելքով զբաղվենք, հա։ Մի սրճարանում մի բաժակ սուրճ կխմենք, մի քիչ ավելի երկար կխոսենք մեր մասին։ Լավ։ Գնացինք։ Անին միանգամից իրահարվեց Աշոտին։ Նրան դուր եկավ Աշոտի նախաձեռնող բնավորությունը։ Իսկ Աշոտը շատ լավ գիտեր ինչպես պետք է գրավել ու խելքահան անել աղջիկներին։ Կարան։
So? Հա։ Յա, ինչ է եղել քեզ։ Աչքերդ փայլում են, բայց առածել ես։ Սոֆի 25 տարեկան, Անիի քույրն է, աշխատում է հիվանդանոցում որպես բուժքույր, ամուսնացած չէ։ Դա իմ նորություններ ունեմ։ Հասա տեսնեմ ինչ նորություն։ Մենակ ճուշաթափվես։ Ասա դե էլ չեմ համբերում։ Հիշում ես, որ ասում էի մի հատ տղայի հետ ինտերնետով խոսում եմ։ Հետո Դե այսօր մենք հանդիպեցինք։ ամեն ինչ ավելի հետաքրքիր է։ Դա հիմա սկզբից մինչև վերջ պատմի տեսնեմ։ Դե ինչ պատմեմ, Սոֆ։ 10 օրից ավել էր, որ խոսում էինք իրար հետ։ Հենց գնում էի աշխատանքի, մի անգամից կոմպից էլ դուրս չէի գալիս։ Ամբողջ օրը իր հետ էի խոսում, հետո էլ համոզեց, որ դուրս գանք, ես էլ դուրս եկա ու չեմ փոշմանել։ Ինձ տղա էր։ Դուրս շատ եկավ, շատ նախաձեռնող, ուրախ, տրամադրությունը բարձր, հումորը տեղը, մի խոսքով ամեն ինչ շատ լավ էր, շատ դուրս եկավ։ Յո։ Կարող է ցենց շուտապույտ ամուսնանաց են սերիալների նման գնաց բրծնենք քեզանից։ Կարող է։ Այ եթե ամեն ինչ ցենց շարունակվի, ամեն ինչ էլ հնարավոր է։ Ան բայց ասում ինչ լավ է, չէ՞ որ այս ինտերնետը կա հիմա։ Մարդիկ ծանոթանում են իրար հետ ամուսնանում են։ Ինձ թվում է որ ցենց գնա երևի էլ տանը մնացած աղջիկ չի լինի։ Գիտես ինչի, որովհետև ինտերնետով ավելի հեշտ են ծանոթանում, չեն կոմպլեքսավորվում, իրար նորմալ հարց են տալիս, իրար նորմալ պատասխանում են, հասկանում ես։ Հա, ինչքան ես ակտիվացել։ Ինտերնետով շփում, կյանք, չգիտեմ ինչեր։ Ամեն դեպքում պարկեշտությունն ու զգուշությունը պետք է գալիս։ Դու էլի ամեն ինչ պետքա բարթացնես, չէ՞։ Լսի, ախր սա կյանք է, հասկանում ես, դու ես կյանքը պիտի վայելես, դու ես կյանքում պիտի ուրախ լինես, ապրես։ Անի։ Դեն եվրոպացի ես, հա դարձել։ Տենց հեշտ է քո համար ամեն ինչը։ Իսկ դու ամեն ինչ էլի հին ավանդական ձևով ես մտածում։ Դու էլ քո հին գրքերն ես կարդում, հա։ Տենց միշտ էլ կմնաս։ Լսի, մի հատ բան կա, բայց ոչ մեկի դեռ չեմ ասել։ Ինչ։ Ես էլ եմ ինտերնետով մի հատ տղայի հետ խոսում։ Լուրջ։ Բա ինչի՞ չէիր ասում։ Չգիտեմ, դե ոչ մի լուրջ բան չկար, դրա համար չէի ուզում ասել։ Այսինքն մինչև ինչ-որ բաներ փոփոխություններ չլինեն, չէի ասի ոչ մեկին ու քեզ էլ։ Դե ապրես էլի, դու ոչ մի բան չես ասում, իսկ ես ամեն ինչ կարծեմ եմ քեզ պատմեմ։ Իսկ եթե կոմպ ունենայինք տանը, ես քեզ հիմա ցույց կտայի իմ սիրելի նկարը։ Այ, ստոց, ինչի՞ ես դու սեն շուտ սիրահարվում անի։ Բա չէ, քո նման։ Դու ամեն ինչ պիտի գցես բռնես, ճիշտ է, սխալ է, հարուստ է, հարուստ չի, սովորել է, չի սովորել, տուն ունի, չունի։ Հա, տենց ճիշտ է։ Սեր առաջին հայացքից ասված այդ մենակ քո համար է։ Լավ, Սոֆի, բայց հիմա ինչի՞ չես ուզում այդ տղայի հետ հանդիպես։ Ան, չգիտեմ, մի քիչ էլ կշփվեմ հետը։ Դե կզրուցեմ, տեսնենք, եթե դուրս կգամ, եթե չէ, ուրեմն չէ։ Լուրջ եմ ասում, երևի տատս քեզնից ժամանակակից է։ Շնորհակալություն։ Նարինե 26 տարեկան, Աշոտի կինն է, մասնագիտությամբ վարսահարդար է, այս պահին գտնվում է ֆիզարցակուրդում։ Աշ, այսօր ես պատրաստում։ Արջան, ոնց գիտեիր, այսօր պլանավորել էի, որ տանը մնայի, չէ, չստացվեց ինչ անեմ, նոր տներքը զանգեցին, չկարողացա մերժել գնում եմ։ Ախր քեզ մի շաբաթ առաջ խնդրեցի, չէ, որ այսօր ոչ մի բան չպլանավորես։ Մորաքրոջիս աղջիկը Ամերիկայից գալու է։ Արշեն, ես հիմա ինչ անեմ, չկարողացա, մեր գործի տղերքից մեկը երեխա է ունեցել։ Տղերքի զանգեցին, տենց ամոթ էր էլի, ով չեմ, գնում ենք տենց այդ երեխու առիթը նշենք։ Ամբողջ օրը ընկերներիդ հետ ստեղ ընդեղ ես գնում։ Ընդամենը մի անգամ խնդրել էի իմ հետ գայիր մերոնց տուն։ Լավ, դե հիմա սենց ստացվեց, ինչ ես երկարացնում։ Պարտադիր է ես էլ գամ քո մորաքրոջ աղջկան տեսության։ Դու երեխուն վերցրու տաքսիով գնա, ես հետո երեխունը կգամ ձեր հետևից։ Ախր ես վերջերս ինչ առիթ լինում է, ես մենակ եմ գնում մերոնց տուն։ Ոնց որ ամուսին չունենամ։ Մերոնք անդադ հարցում են Աշոտո ուր է, ես էլ անիմաստ բաներ եմ հորինում։ Հա, բայց ինչ ես անիմաստ բաներ հորինում։ Դու էլ ասա այն ինչ կա։ Հիմա ինչ կրակն են կա, որ ամուսնացել եմ, հա։ Զրկվեմ ընկերներից ամեն ինչից։ Չէ, ես չեմ ասում զրկվի ու մի շփվի ընկերներիդ հետ, բայց մեկ-մեկ էլ ընտանիքիդ հետ ժամանակ անցկացրու։
Լավ է լինար, երկարացնում ես արդեն։ Ես գնացի։ Եթե կարողանամ, շուտ կգամ ձեր հետևից, եթե չէ, կզանգեմ դուք տաքսիով կգաք տուն։ Նա, փաստորեն կարող է չգասել, հա, մեր հետևից։ Շատ լավ, ինչ ասեմ։ Ով գնա, հա, միևնույն է, ինչ էլ ասեմ, դու ինչ որոշել ես, այդ ես անում։ Դե որ գիտես տենց է, ուրեմն մի էլ խոսա։ Գնացի։ Ես ինձ սիրուն աղջիկա։ Բարև Սոֆի։ Բարև Աշոտ։ Բայց շատ համառն ես, հա։ Քեզանից փոք կալ չստացվեց։ Ես թե դու։ Այսքան ժամանակ է խոսում ենք իրար հետ։ Մի կերպ կարողացա քեզ համոզել, որ դուրս գաս հանդիպենք իրար հետ։ Ճիշտն ասած, ես ես վիրտուալ շփումներին չեմ հավատում։ Դրա համար չգիտեի, այն ինչ որ գրում ես ճիշտ ես գրում, թե չէ։ Ինչի՞ այդքան սուտասանի նման եմ։ Ինչ իմանամ։ Ես քեզ, գեղեցկուհի Սոֆի։ Շնորհակալություն։ Բայց ինձ թվում է չարժեր հենց առաջին հանդիպմանը ծաղիկներ նվիրել։ Արժեր ու են էլ ոնց։ Դե ես արդեն նկարներով տեսել էի, ինչ գեղեցիկ ես։ Ու նման գեղեցկուհու, նման ծաղիկները հաստատ վայել են։ Շնորհակալություն։ Դե, չգնանք միտեղ նստենք, մի բաժակ սուրճ կխմենք, էլի կզրուցենք։ Չէ, չեմ ուզում ոչ մի տեղ գնանք։ Եթե դեմ չես, հենց այստեղ էլ նստենք ու զրուցենք։ Վայ, ես ինչ զգուշավոր աղջիկ ես։ Սոֆի ջան, քո նման աղջիկներ հիմա քիչ են, գիտես։ Դու ինչ շատ դուր եկար։ Լավ։ Արի քաչապազանցնես ավելի լավ կլինի, քո մասին պատմես։